Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստեմ մուժսկոյ իդեալ, ստացվում է շատ համեղ և փափուկ, դե ինչ մնացեք ինձ հետ և ես կկիսվեմ բաղադրատոմսով։ Խմորի համար ինձ հարկավոր է 7 ձու, կհարեմ, կավելացնեմ 1,5 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գթալ մեղր, այնուհետև կավելացնեմ կես կոֆեի բաժակ ձեթ, 1,5 ճաշի գթալ կոնյակ, 1,5 ճաշի գթալ քացախ, կավելացնեմ մի քիչ վանիլին, 1 թեյի գթալ սոդա և այնքան ալյուր, որպեսզի կարողանանք տարածել։ Պետք է ալյուրը շատ չլինի, որպեսզի խմորը պինդ չստացվի։ Ինձ մոտ ստացվեց մոտավորապես 250 գրամ ալյուր։ Ահա այսպես խմորը կտարածեմ և կտեղափոխեմ ջեռոց, կթխվի 200 աստիճանի տակ, վերև ներքևը միացրած, ահա տեսեք այսպես շատ լավ թխվում է, ընդամենը մի քանի րոպե, շատ հեշտ պոկվում է, յուրաքանչյուրդ արդեն պետք է իմանաք, թե ինչպես պատրաստել ձեր ջեռոցում։ Կրեմի համար ինձ անհրաժեշտ է 250 գրամ կարագ, կհարեմ, կավելացնեմ 1,5 բանկայեփած խտացրած կաթ, կավելացնեմ նաև կոնյակ և վանիլին։ Այստեղ իմ չափաբաժինը շատ է, ես պատրաստել եմ 2 թխվածքի համար, բայց բաղադրատոմսում կգրեմ 1 թխվածքի կրեմը։ Ահա շերտերը պատրաստ են, կրեմը նույնպես, ես կօգտագործեմ նաև 250 գրամ պոպոկ, յուրաքանչյուր շերտը կրեմով կպատեմ, կավելացնեմ պոպոկ և այսպես 3 շերտը կկրկնեմ, իսկ վերջում կձևավորեմ պոպոկով և քերած շոկոլադով։ Դուք էլ կարող եք պատրաստել ձեր ցանկացած տարբերակով, կարող եք նաև ջնարակ ավելացնել։ Ահա և մեր թխվածքը պատրաստ է, ստացվում է շատ համեղ, ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս փորձել և չեք փոշմանի։ Տեսեք, այսպիսի փափուկ թխվածք է ստացվում, բերանում հալվող և շատ համեղ, այնպես որ փորձեք։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, քանի որ առջևում ունենք դեռ շատ համեղ և նոր բաղադրատոմսեր։ Հաջողություն ձեզ։